Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայե Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Երբեք համացանցում վերջին անգամ հանդիպել հայոյանքի կամ ատելության խոսքի։ Հասկանալի է, որ հարցը շատերիդ մոտ ժպիտ կառաջացնի, որովհետև հենց նոր էլ ինչ-որ հոդվածի կամ տեսանյութի տակ ֆիքսել եք օգտատերերի փոխադարձ սպառնալիքներ, հայոյանքներ ու վիրավորանքներ։ Ընդ որում, միմյանց հասցեին ամենավերջին խոսքերը շռայլողները նույնիսկ չեն ճանաչում իրար։ Մեծ ափսոսանքով եմ արձանագրում, որ շատ հաճախ դրանց հեղինակները տարեց մարդիկ են, ավելին կանայք, որոնց էջի գլխավոր նկարում թորնիկն է պատկերված։ Ու հարցը, թե ինչպես հասանք այսօրվան, ավելորդ չէ։ Հավելորդ չէ նաև մյուս հարցը, ինչպես գոնե նվազեցնել համացանցային մաղձի, հայոյանքի ու ագրեսիայի այս մակարդակը։ Տարիներ առաջ պետությունը ձեռնամուխ եղավ մի շարք օրենքների փաթեթի մշակման, ըստ որի համացանցում վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը պետք է պատժվեն։ Շատ բարի, բայց այդ դեպքում ինչու խնդիրն այդպես էլ չի լուծվում։ Հավելին մասշտաբները գնալով աղգնանում են։ Իրավապաշտպանները ունեն այս հարցի պատասխանը։ Ասում են, որ օրենսդրական նշված կարգավորումների գլխավոր խոչընդոտը օրենքի ընտրողական կիրառումն է։ Ասեմ, թե ինչ նկատի ունեն։ Բոլոր այն դեպքերում, երբ սպառնալիքների, հայոյանքների ու վիրավորանքների թիրախում կառավարության կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն են, պատժողական մեքենան անմիջապես գործի է դրվում։ Իսկ երբ թիրախը ընդդիմադիրներն են կամ օրինակ արցախցիները, օրենսդրությունը հանկարծ դառնում է անզոր, թշնամություն տարածողները մնում են անպատիժ։ Բայց չէ՞ որ համացանցում շիկացած այս մթնոլորտը մի օր կարող է պայթել արդեն իրական կյանքում, այսինքն համացանցային գաղջը դուրս կհոսի փողոցներ։ Իսկ այդ դեպքում քրեական քրոնիկոնը կարող է շարունակաբար եւ անխնա հարստանալ։ Արմեն Աթալյանն է ուսումնասիրել ցավալի այս երևույթի պատճառները, դրա դեմ պայքարելու միջազգային փորձը եւ այժմ կներկայացնի ցանցի մաղձի ընտրովի պատիժը տեսանյութը։ Համայն հայոց Facebook-ն է, որտեղ հայաստանցիների մի գերակշիռ հատված, որը մի քանի ժամ թերթում է լուրերը։ Մետա ընկերությունը Facebook-ի սեփականատերը օրը 130-ից 140 հազար մեկնաբանություն եւ հրապարակում է ջնջում Facebook-ից, քանի որ դրանցում պարունակվում է ատելության խոսք ուղղված ինչ-որ անձի կամ անձանց։ Կա տպավորություն, որ երևի թե այդ ընկերությունը Հայաստանի տեղը չգիտի։ Հակառակ դեպքում ջնջված մեկնաբանությունների թիվը մի 10,000-ով ավելին կլիներ։ Սոցիալական հարթակի ադմինիստրացիայի դերը հիմա կարծես ստանձնել են իրավապահները։ Չէ, վիրավորանքը Հայաստանում քրեական հետապնդման չի հանգեցնում։ Այլ բան, եթե թիրախը իշխանություններն են։ Այդ դեպքում իրավապահներն արարքն, ինչպես ասում են, կարող են սղացնել որևէ քրեական հոդվածի տակ։ Ես եկեղեցու հետևորդ եմ, ձեռնադրյալ դեպիր եմ ու երբ որ այս արշավը սկսավ եկեղեցու դեմ ինքնաբերաբար ներգրաված։ Մերն արդեն մի քանի ամիս մեղադրալի կարգավիճակում է։ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված պրոցեսների շրջանակում տեղի ունեցած ձերբակալությունների եւ կալանավորումների ֆոնին քննչական կոմիտեի ղեկավարի մի քանի հացազրույց լսելուց հետո նա գրառում էր արել Պաշտոնյայի մասին սոցիալական հարթակում։ Ինձ մոտ ծիծաղ էր առաջացնում, հետեւաբար ծիծաղ առաջացնելու իրավիճակն ավելի շատ նմանվում էր կրկեսի։ Ես էլ իմ կարծիքը արտահայտեցի, որ կոնկրետ այդ մարդը ինձ համար արդեն ապացուցված է ու իմ մոտ կարծիք է ձևավորվել, որ ինքը անսկզբունքային ծաղրացու է։ Մեհերը վստահեցնում է, որ գրառման ցանկացած բառի համար կարող է բացատրություն տալ։ Ամեն բառը կոնկրետ երևույթից է բխել։ Այսպես ասեմ, քանի որ հակա եկեղեցական գործընթացի կամակատար էր, ես դա անվանել եմ մոլագար ների քմահաճույքները կատարող, քանի որ հակա եկեղեցական ամեն մի արարք բխում է ներից, այսինքն սատանայից է բխում։ Քրեական գործը մի քանի ամիս մանրակրկիտ քննվել է մի քանի կառույցում եւ ի վերջո փոխանցվել է դատարան, որն էլ արդեն 3 նիստ հետաձգել է զանազան պատճառաբանություններով։ Ինձ մեղադրում են 490 հոդված մաս 2, ստույգ բառերով չեմ կարող հոդվածը նկարագրել, իբր ես արատավորել եմ քննչական կոմիտեի նախագահի գործունեությունը։ Օրինակ, այս պաշտոնյան կաշառք է ստացել այս մարդուց։ Եթե սուտ է այս տեղեկությունը, սա զրպարտություն է։ Երբ որ անվանարկում ես ինչ-որ բառ, նույն օրինակ սրիկա, դա վիրավորանք է։ Վիրավորանքը ապաքրեականացված է վաղուց։
Վիրավորանքի համար պաշտոնյան եւ ցանկացած մարդ կարող է գնալ քաղաքացիական դատարան։ Արատավորող տեղեկատվության տարածում, բռնության կոչ, սահմանադրական կարգի տապալման կոչ, ատելության խոսք։ Այս հոդվածներով են հիմնականում իրավապահները հարուցում քրեական գործեր այն անձանց նկատմամբ, ովքեր խիստ քննադատում են կառավարության ներկայացուցիչների քաղաքական հայացքները։ Երբ դու խոսում ես իշխանություն կարող ամենաբարձրաստիճան պաշտոնյայի մասին, այստեղ ստանդարտը հակառակն է։ Ինչքան բարձր է պաշտոնը, այնքան ավելի իրան քննադատության պետք է ենթարկվեն, անգամ կոշտ քննադատության։ Այս գաղափարը մի շարք գործերով ֆիքսել է Եվրոպական դատարանը։ Այսինքն պաշտոնյան պետք է պատրաստ լինի, որ իրեն կարող են քննադատել շատ խիստ իր գործունեության համար։ Սրանով է իշխանությունը տարբերվում սովորական քաղաքացուց։ Քեզ որպես չինովնիկի տրվում են բարիքներ, ծառայողական մեքենա, պահնոտներ, բարձր աշխատավարձ, բայց պատրաստ եղիր, որ նաև քարկոծվելու ես։ Սա նորմալ է։ Քննադատությունը որոշ դեպքերում իսկապես կարող է շատ սուր լինել, երբեմն գուցե անթույլատրելի բառամթերքով համեմված։ Բայց խնդիրն այն է, որ քննադատության այդ ձևը բխում է հենց որոշ պաշտոնյաների օրինակից։ Մոտավորապես 100 եւ ավել ռեկոմենդացիաներով եւ Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի պաշտոնյային հակացուցված է լինել անզուսպ։ Այսինքն սա նշանակում է, որ այն բռնությունը, որը մենք լսում ենք ու տեսնում ենք, որ իրականացվում է, սա դառնում է վարքի մոդել բոլորիս մոտ, որ թույլատրելի է այսպես խոսել, թույլատրելի է սպառնալ, թույլատրելի է ընտրովի արդարադատություն անել, թույլատրելի է պարտադրված արդարադատություն անել։ Այսինքն բարձրաստիճանների անզուսպ արտահայտությունները, որոնցով ողողված է համացանցը, մարդկանց համար դառնում է օրինակ, նույնիսկ այն մարդկանց համար, որոնք չեն հարգում տվյալ պաշտոնյային։ Եթե քո մատերը, քո սեփական ուղեղից ստացած բանով, հրահանգով գրում են հայհոյանք վերջին, չգիտեմ ինչի, որ նույնիսկ այսօր բակերում արդեն չկա այդ հայհոյանքները, դե սա քո պատկերացումն է։ Սրա վրա ազդեցություն ունի արդյոք ղեկավարությունը, այո, միշտ է ունեցել։ Մենք հետ ենք եկել 90-ականներ, որտեղ մի սիգնալի համար, մի ազդանշանի համար մարդիկ իրար փոր են թափում։ Մենք արդեն այդտեղ ենք։ Հետաքրքիրն այն է, որ համացանցում բռնության կոչերի իրական թիրախներն այդպես էլ չեն պաշտպանվում օրենքով։ Օրինակ արցախցիները, որոնք պարբերաբար ամենավիրավորական բառամթերքով թիրախավորվում են մեծ լսարան ունեցող անձանց, նաև պաշտոնյաների կողմից։ Այն մարդիկ, ովքեր հրապարակային արցախցիների նկատմամբ իրենց Արցախից լինելու հանգամանքով պայմանավորված խտրականություն են քարոզում, դա հենց այդ հանցագործությունն է։ Ինչի է սա կարևոր, որովհետև ատելության խոսքը երբ որ տարածվում է, սկսում է հաջորդ փուլը։ Հաջորդ փուլը արդեն բռնություններն են։ Բռնություններին հաջորդում է արդեն ապարտեիդ եւ մնացածը։ Այսինքն դու ունենում ես մի քաղաքացի, որ ունի ավելի իրավունք, մեկը ավելի քիչ։ Նախորդ տարվա ընթացքում արցախցի իրավապաշտպանները 7 անգամ տարբեր անձանց վերաբերյալ դիմումներ են հանձնել իրավապահներին, ձայնագրություններով եւ դրանցում ազգամիջյան թշնամանքի ու բռնության կոչերի հստակ նկարագրությամբ։ Այդ նյութերի հիման վրա որևէ քրեական գործ չի հարուցվել։ Բոլորիդ բռնելու ենք, բոլորիդ վնասելու ենք, բոլորիդ օր ու արև չենք տալու եւ այսպիսի ինչ որ արտահայտություններ լսում ենք ոչ միայն ես եւ դուք, լսում են ոստիկանները, լսում են քննիչները, դատախազները, դատավորները, քրեակատարողական եւ պրոբացիոն համակարգի աշխատակիցները։ Այդ խոսքը ինչ ազդակ է բերում այս մարմիններին։ Վերջի ակնառու օրինակներից մեկը, երբ որ վարչապետը խոսում էր դիմակավորված զինված անձանց տեսանյութի մասին, ինքը անդադ է տեսանյութին հղում անելուց կրկնում էր Ղարաբաղի ակցենտով խոսողները, ոչ թե զինված մարդիկ, ոչ թե ասալայի կեպի ունեցող մարդիկ, այլ Ղարաբաղի ակցենտով խոսողներ, թեև դա բարբառ է իրականում։ Այսինքն եկեք պատկերացնենք, էլի այս ահասարսուռ տեսանյութի ամենակարևոր հատկանիշը բարբառներ։ Միացյալ Նահանգներում վերջերս գիտական ինստիտուտներից մեկը մեծ հետազոտություն է անցկացրել եւ գտել ու հիմնավորել է կապը ԱՄՆ-ում վերջին տարիներին ֆիքսված բռնության աճի եւ նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ ռետորաբանության միջեւ։ Մեզ մոտ ցավոք նման ինստիտուտներ չկան։ Չկա նաեւ նման հետազոտությունների պետական պատվերը։ Արմեն Աթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։ Խեղված ճակատագրեր էջի նախորդ տեսանյութի հերոսու պատմությունը վերնագրել ենք աշխարհի բեռը շալակած։ Թող անհամես չհնչի, բայց ավելի դիպուկ վերնագիր գտնել հնարավոր չէր։ Հնարավոր չէր, որովհետև 34-ամյա Հեղնար Գրիգորյանի կյանքի պատմությունը, սկսած այն օրվանից, երբ մայրը նրան ընդամենը մի քանի օրականում լքել էր աղբամանի մոտ, մինչև մեր օրերը, հենց այն մասին է, թե ինչպիսի ծով համբերություն ու անսահման համառություն կարող է ունենալ փխրունկինը աշխարհի դժվարությունները հաղթահարելու համար։ Այո, մարդկա ելել է շալակն աշխարհի, մարդկա աշխարհն է շալակած տանում։ Մեր խմբագրություն զանգահարողների մեծ մասը Հեղնարի այդ հատկանիշերը ըստ արժանավույն էր գնահատել։
Ծերանոցում ապրող մի կին նույնիսկ ասում էր, թե ինքը աշխարհի ամենաերջանիկ մայրը կլիներ, եթե նման դուստր ունենար։ Բայց ոչ միայն հեռուստադիտողները, այլև մեզ հետ համագործակցող կազմակերպություններն ու անհատներն էին ազդվել Գրիգորյանների ընտանիքի տխուր պատմությունից եւ համաձայնելով անցած շաբաթ հնչեցրած իմ այն մտքի հետ, որ նման ճակատագրով մարդու նույնիսկ մեր հաղորդման շրջանակում ենք հազվադեպ հանդիպել, շտապեցին րոպե առաջ օգնել ընտանիքին։ Հիշում եք, երբ ասացինք, որ բարի մարդկանց աջակցությամբ Հեղնարը Ալավերդիում փոքրիկ բնակարան է ձեռք բերել, որը սակայն քանդուքարապ է։ Տրամադրած գումարով Հեղնարը արդեն գնել է անհրաժեշտ շինանյութը։ Հուսանք կգտնվեն բարեսիրտ մարդիկ, ովքեր կօգնեն կնոջը շինարարական աշխատանքները կազմակերպելու հարցում։ Թեև նախորդ տեսանյութից հասկացաք, որ ցանկության դեպքում այս կինը ինքնուրույն էլ կարող է տան վերանորոգում իրականացնել։ Հեղնարի փոքրիկ հրաշքը Անգելինանով տարապում է քաղցկեղի ծանր տեսակով, կարցինոմայով եւ գումարի բացակայության պատճառով չէր կարողանում անցնել դեղորայքային բուժման մնացած 4 կուրսերը, այժմ կարող է հանգիստ լինել։ Ֆինանսական խնդիրն այլևս լուծված է ու բուժումը կհասնի տրամաբանական ավարտին։ Մեր մյուս գործընկերները եւս ձեռնունային չէին հասել Ալավերդի, ու եթե թվարկելու լինենք նրանց բոլոր նվերները, եթերային ժամանակը պարզապես չի բավարարի։ Շնորհակալ ենք, որ շարունակում եք նույն համառությամբ օգնել անապահով ընտանիքներին, վերականգնելով նրանց հավատը վաղվա օրվա հանդեպ։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Մայրը լքեց, աշխարհը գրկեց» տեսանյութը։ Մանկատանը մեծացած Հեղնարի պատմությունը մի քանի օր առաջ ենք պատմել։ Մի կնոջ, որի կյանքը սկսվել է աղբամանից, բայց որը երբեք չի հանձնվել։ Միայնակ մայրը տարիներ շարունակ պայքարել է իր 2 երեխաների համար, իսկ վերջին տարիներին նրա վիճակն ավելի է բարդացել։ Փոքրիկ Անգելինայի մոտ քաղցկեղ են հայտնաբերել։ Հաղորդման հեռարձակումից հետո տեղի ունեցավ այն, ինչին Հեղնարը վաղուց էր սպասում։ Բարի մարդկանց շնորհիվ ընտանիքի համար հավաքված գումարը գերազանցել է 1 միլիոն դրամը։ Հենց ելանք եթեր, հարևանի տանն էի, տելևիզիոն չունի, YouTube ունի։ Նայում էի հարևանի տանը, եկա, բացեցի հեռախոսս, մեկ է տեսնեմ 200 քանի հազար նստել է։ Ես խոնարհվում եմ իմ հայազգի առաջ, խոնարհվում եմ, որ իրանք կան։ Ես իրանց քաջ առողջություն եմ մաղթում ու ամենալավը։ Հաղորդման հեռարձակումից հետո տեղի ունեցավ այն, ինչին Հեղնարը վաղուց էր սպասում։ Բարի մարդկանց շնորհիվ ընտանիքի համար հավաքված գումարը գերազանցում է 1 միլիոն դրամը։ Այդ աջակցությունը ընտանիքի համար կարևոր փոփոխություններ է բերել։ Հեղնարը փոքրիկ Անգելինային տարել է Վրաստան բուժման նպատակով, գազաֆիկացրել է տունը, որպեսզի երեխաները ձմռանը տաք պայմաններում ապրեն։ Ձեռք է բերել անհրաժեշտ շինանյութեր եւ կարողացել է մարել կուտակված պարտքերի մի մասը։ Հեղնարը մեծ երախտագիտությամբ է խոսում բոլոր այն մարդկանց մասին, ովքեր արձագանքել են իր ընտանիքի դժվարություններին, սակայն Անգելինայի բուժումը դեռ շարունակվում է եւ առաջիկա բուժական կուրսերի ու հարակից ծախսերի համար ընտանիքը շարունակում է աջակցության կարիք ունենալ։ Բարի մարդկանց շնորհիվ հավաքվել է 2 կուրսի գումար, խորին շնորհակալությունս բոլորին։ Դեռ կա 2 կուրս եւ իրահատություն։ Դեռ տեսնենք ոնց կստացվի։ Աստված առաջ։ Այս անգամ Ալավերդի վերադարձել էինք արդեն ոչ միայն ընտանիքի խնդիրները ներկայացնելու, այլ նաև ցույց տալու, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ տասնյակ մարդիկ որոշում են կանգնել դժվարության մեջ գտնվող մի ընտանիքի կողքին։ Նախորդ նկարահանման ժամանակ Հեղնարը պատմում էր, որ ամենօրյա հոգսերից բացի ընտանիքի համար ամենածանր բեռը կուտակված պարտքերն էին։ Ամեն օր դուռը թակող պարտատերերը, անընդհատ աճող պարտավորություններն ու ֆինանսական ճնշումը դարձել էին նրանց առօրյա անբաժան մասը։ Այս իրավիճակը որոշ չափով փոխվել է մեր հեռուստադիտողների, բարերարների եւ գործընկեր կազմակերպությունների աջակցության շնորհիվ ընտանիքը կարողացել է մարել պարտքերի զգալի մասը։ Մամայի հոգսը թեթևացել է, մաման սաղ պարտքերը կտա, ու չեն գա մեր դուրը, չեն ասի մեր պարտքերը երբ եք տալու։ Երբ նախորդ անգամ այստեղ էինք, ընտանիքի ամենաչարաճճի անդամը Անգելինան դեռ չուներ իր առանձին մահճակալը։ Այս խնդիրը լուծելու համար նրանց կողքին կանգնեց մեկ կահույքի խանութ սրահը, նվիրելով մանկական մահճակալ։ Հիմա նա ունի իր անվտանգ ու հարմարավետ անկյունը։ Նվերներ ուներ նաև 13-ամյա Ջուլին, աղջիկը նոր գրասեղան ստացավ, որտեղ արդեն կարող է դասավորել իր անձնական իրերը։ Գուցե շատերի համար դա պարզապես կահույք է, բայց այս ընտանիքի համար դա սեփական տարածք ունենալու առաջին իրական զգացողությունն է։ Երբեք չեմ ունեցել, փոքրուց այդ գրենական սեղանի մասին մտածում եմ, որտեղ ես փոքրուց իմ իրերը տարբեր տեղեր կա գետնին, կա շկաֆի մեջ, կամ էլ կա կրավատի տակ էի դնում, եթե տեղ չէր լինում, ապա միշտ
Ուզեցել եմ իմ սեփական միայն կնո ունենամ, որ ես կարամ իմ վեշերը հանգիստ դնեմ։ Աղջիկը մեծ է, պետք է Աստված առեթ իմ երեխան թող վիրահատվի, բուժվի, ես հետո վերանորոգվի, իր առանձին սենյակում կտեղադրվի անկողինը եւ այլ իրերը, որը որ իրեն են պատկանում, ինքը դրանից շատ էր ուրախացել։ Ընտանիքի կենցաղային պայմանները համալրվեցին նաև Արգավանդ AM-ի շնորհիվ։ Ընկերությունը տրամադրել էր նորավոր ճաթոռներ, որոնք փոխարինեցին տարիներով օգտագործված ու մաշված կահույքին, տան մեջ ստեղծելով հարմարավետ ու մարդկային միջավայր։ Մեր գործընկեր Իսաջանյան Դենտ կլինիկայի սրտացավ ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց ընտանիքի անդամների ատամները բուժել լիովին անվճար, լուծելով առողջության այս կարևոր խնդիրը։ Մեր ատամները մենք արդեն չենք մտածի որտեղից գումար ճարել, որ դեղ կամ ատամնաբուժարանի գնել։ Վստահաբար հիշում եք, թե ինչու հաճախ հեղնարը հնարավորություն չուներ սնունդ գնելու։ Այս խնդիրը եւս ստացվել է լուծել։ Արզնի հոլդինգը ընտանիքին տրամադրել է մանկական կաթ եւ կաթնամթերք, ապահովելով երեխաների առողջ սնունդը։ Խոսքը ոչ միայն մի քանի փաթեթի մասին է։ Ընկերությունը փոխանցել էր երկարաժամկետ պաշար, հարմարեցված երեխաների ամենօրյա կարիքներին։ Այս ամեն մի ապրանքները, այս ամեն ինչը մամային կօգնի, որ մամայի հոգսը թեթևանա։ Շուտով Անգելինայի ծնունդն է եւ մայրը չգիտեր, թե ինչպես պետք է գնի նրա առաջին հեռախոսը, սակայն մեր հովանավորները այդ հարցն էլ լուծեցին։ Մեր բարի նախաձեռնությանը միացավ Mobile Center բջջային խանութ սրահը։ Հեռախոսը տեսնելուն պես անչափ ուրախացան աղջիկները։ Մի հեռախոսեր իմներ ու երեխեքը ուզում ենք հիմա որոնց առանձին հեռախոսները կլինի, ես շատ ուրախ կլինեմ։ Մի հատ էս հեռախոսով ինչ ես անելու։ Խաղեր եմ կաշելու, խաղալու եմ, իսկ կինոներն եմ նայելու։ Կտանեմ հիվանդանս կնայեմ։ Edit Print հրատարակչությունը փորձեց լրացնել Ջուլիի ու Անգելինայի գրքային բացը։ Աղջիկը, ով սիրում է ընթերցանությունը, նվերը ստանալուն պես գտավ իր սիրելի գիրքը՝ քրոջ համար գիշերները կընթերցի։ Ես շատ եմ սիրում գիրք կարդալ, ճիշտ է, որ հիմա գիրք չունեին, ես չէի կարում կարդայի, հեռախոսով էի անդադ կարդում, որ հեռախոսը չունեի, գիրք կարդալուց կտրվել էի, ու ես հիմա արդեն ամեն օր կարամ իմ սիրած գրքերը բեկալեմ ու կարդամ։ Մեր մշտական գործընկեր Ակվատեկ մարզաառողջարանային համալիրն էլ ցանկացավ այս ընտանիքին պարգևել մի օր լիարժեք հանգստի եւ ուրախության։ Համալիրի աշխատակիցները անձամբ հրավիրեցին նրանց օրն անցկացնելու ջրային գոտում։ Ակվատեկ ընկերությունը մի փոքր ուզում է ուրախացնել ձեզ եւ հրավիրում է ջրային ժամանց անցկացնելու։ Հույս ունեմ կդա, Քիրա ջան, կդա։ Ես սիրով սպասում եմ ձեզ։ Շնորհակալ եմ Ակվատեկին, որ եկավ այդքան ճանապարհ հեշտ չի Երևանից հասնել Ալավերդի 3 ժամ ռիսկային, որ իմ երեխեքը ուրախանան, որ գնան Լողավազան ու մի գեղեցիկ օր ունենան։ Ջրի զոնայում աղջիկներն իսկապես տարերքի մեջ էին, լողում, խաղում էին, իսկ օրը ավարտվեց համեղ հյուրասիրությամբ եւ ընտանեկան ջերմ մթնոլորտով։ Հեղնարը որպես մաքրասեր տանտիկին հատկապես գնահատեց Mr. Gin ընկերության ուղարկած կենցաղային մաքրող միջոցների եւ հիգիենայի պարագաների մեծ պաշարը, որը նախատեսված է մի քանի ամսվա օգտագործման համար։ Կենցաղային ապրանքների այս փաթեթը թույլ է տալիս ընտանիքին որոշ ժամանակ զերծ մնալ այլ ծախսերից եւ կենտրոնանալ ավելի կարեւոր կարիքների վրա։ Լված կանեմ, քուր երեխեքս կհագնվեն փողոց դուրս կգան, դա էլ մեծ դեր խաղում իհարկե շատ։ Մեր հովանավորների շարքին է միացել նաև Coffee Բուրմունքը պրեմիում դասի հայկական սուրճի բրենդը։ Ընկերությունը ընտանիքին բարձրորակ սուրճերի ընտրանի էր ուղարկել տարբեր համային պրոֆիլներով, նուրբ մշակված հատիկային սուրճերով, ինչպես նաև համեմունքների, լայն տեսականի եւ շոկոլադե կրեմ պատրաստված բնական բաղադրիչներով։ Այս ամենը ոչ միայն կենցաղային աջակցություն էր, այլ նաև փոքրիկ ջերմություն առօրյա սեղանին։ Ընկերությունը ընտանիքին օգնել էր նաև ֆինանսապես։ Ունեմ սրճեղենի պարագաներ, շնորհակալ եմ նաև Բուրմունքին, որովհետև դրա կարիքն էլ կար մեր տանը։ Մեր տանը ամեն ինչի կարիքը կար, որովհետև օրեր ա եղել, մենք հաց, սովորական հաց մեր համար խնդիր ա եղել։ Քաղցրասեր աղջիկների համար Ռուսկի բիսկվիտ ընկերությունն ու Տավուշ Սպիթը ուղարկել էին բազմազան քաղցրավենիքներ, թխվածքաբլիթներ, փախլավա, բիսկվիտներ եւ քաղցրի այլ տեսականիներ, որոնք հատկապես երեխաների համար ուրախ անակնկալ դարձան։ Այդ քաղցրը, որ իմ երեխան առանց քաղցր մնաց, որտեղ ես հնարավորություն չունեմ, իմ երեխան ուզում է շոկոլադնի կրեմ, ես չունեի հնարավորություն առնել, ես դրանից եմ շատ ուրախացել։ Ֆինանսական աջակցությամբ ընտանիքի կողքին կանգնեցին նաև Ֆրանսիայում եւ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցներ Արսենն ու Արայիկը, Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Ֆինանսական աջակցություն է տրամադրել նաև Eco Comfort ընկերությունը, շուկայում իր հաստատուն ու վստահելի
ավելի տեղն ունեցող արտադրողներից մեկը։ Տարիներ շարունակ ընկերությունը ներկայացնում է բարձրորակ դռների, պատուհանների ու կահույքի լայն տեսականի, համադրելով ժամանակակից դիզայնը, ամրությունն ու հարմարավետությունը։ Էկոկոմֆորտը հայտնի է իր որակական բարձր չափանիշներով եւ հաճախորդակենտրոն մոտեցմամբ, արժանանալով բազմաթիվ ընտանիքների վստահությանը։ Սուրանկյան շնորհիվ էլ մարդիկ ինձ չճանաչելով ինձ օգնեցին, որ ես զարմանում եմ, Աստծուն այնքան շնորհակալ եմ, որ ինձ չեն ճանաչում, բայց իմ համար աղոթում են, իմ մասին մտածում են, գումար են փոխանցում, չէ՞ որ այդ գումարը իրենք շատ դժվար են աշխատում։ Ես չի գալիս, իրենք չարչարում են իրենց երեխեքի բենից կտրում են, երեխուն են անում։ Բնականաբար մարդիկ գումար էին ուղարկում, մամայի հոգսը թեթևացնում էին, մաման ուտելիք էր ազնում, սննդեր ազնում, շոր էր ազնում։ Իսկ Sunfood-ը ապահովեց խոհանոցային հիմնական պաշարը։ Այս ընկերությունն էլ ուղարկել էր երկարաժամկետ օգտագործման լայն տեսականի, խմորիչներ, սփրեդներ, բուսական յուղեր, ինչպես նաև մայոնեզ, տոմատի մածուկ եւ կետչուպ։ Նարինե Մածունն էլ փոխանցել էր անարատ կաթից պատրաստված կաթնամթերքի հարուստ տեսականի, մածուն, յոգուրտներ եւ մրգային համերով արտադրանք, որոնք հատկապես երեխաները շատ սիրեցին։ Մածուն կուտի, սմետան կուտի, կաթնամթերք կուտի, որը ուրիշ չունեի հնարավորություն անգամ առնելու մի բան։ Իջևանի գինու կոնյակի գործարանը ընտանիքին տրամադրել էր պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ ընտրանի երկարաժամկետ պահեստավորման համար։ Իսկ Արաքս թռչնաֆաբրիկան անձամբ էր ընտանիքին բերել մսամթերք, հավի կոտլետներ, նրբերշիկներ եւ սառեցված արտադրանք, որոնք երկար ժամանակ կլրացնեն սննդի պաշարը։ Եղներ ջան, Արաքս թռչնաֆաբրիկան ծանոթացավ ձեր ընտանիքի պատմությանը եւ այս դժվարին իրավիճակներում ձեզ աջակցելու համար ուղարկել է թարմասի տեսականի, կիսաֆաբրիկատներ, շատ համեղ ուտեստներ եւ ապխտած տեսականի ամենակարևորը, որ կսիրի հաստատ ձեր բալիկը։ Ձեզ եւ ձեր բալիկներին ցանկանում ենք քաջ առողջություն եւ ուժեղ կամք, որպեսզի այս դժվարին իրավիճակներում կարողանաք առաջ գնալ եւ չկորցնել հույսը։ Շատ թեթևացա այս սնունդից, որովհետեւ երեխեն պահել է նագետ հաուզը, միսի կաուզը, ես հնարավորություն չեմ ունեցել առնեմ։ Եվ իհարկե այս ամենը հնարավոր չէ լինի առանց մեր վստահելի գործընկեր Լեգարա բեռնափոխադրող ընկերության աջակցությամբ։ Հենց նրան շնորհիվ բոլոր նվերներն ու անհրաժեշտ պարագաները անվտանգ եւ ժամանակին հասան ընտանիքի դուռը։ Մեզի հույս են տալի, որովհետև բարի մարդիկ աշխարհում շատ քիչ են մնացել, բարիությունը շատ քիչ է մնացել, որ բարի մարդիկ կարան մեզ օգնեն։ Ես երազում եմ մենակ անգելս ապրի առողջություն, ոչ մի բան մնացածը կստեղծեմ ինքնուրույն ոտ ունեմ, ձեռք ունեմ, պարկասոտեստ մեկ աշխատանքի ունեմ։ Մենակ թե իմ երեխան առողջան, ուրիշ բան չեմ ուզում Աստծո։ Իմ երեխան որ տապություն չունենա, հիվանդ չլինի, մենակ այդ եմ ցանկանում։ Ուրիշ ոչ մի բան էս ապագայում մնացած ես ինքս կանեմ։ Իմ երեխան ճիշտ էլ կդաստիարակեմ, ճիշտ կրթության էլ կտամ։ Յուրաքանչյուր նվեր, յուրաքանչյուր փոխանցված դրամ եւ յուրաքանչյուր հոգատար քայլ այս ընտանիքի համար դարձավ հիշեցում, որ դժվարությունների դեմ պայքարելը ավելի հեշտ է դառնում, երբ կողքիդ մարդիկ կան, երբ քեզ ձեռք են մեկնում ու դու մենակ չես։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Կարկուտը ծեծած տեղը էլի է ծեծել։ Որքանով է հնարավոր ապահովագրվել այդ ռիսկերից, մնում է կարևոր հարց։ Բերքը չապահովագրեց, հիմա փոշմանում է։ Պայմաններ կար, որ չգիտեմ, ինչի դուրս չեկա։ Ապահովագրությունից էլ չի օգտվի։ Նրա խոսքով պայմանները սկզբից պարզ չեն ներկայացրել։ Փոխեցնել ուրիշ բան ասում։ Ստացվող փոխհատուցումները հաճախ ավելի փոքր են լինում, քան իրական վնասները։ Առաջացել էին մի շարք խնդիրներ։ Առանձին միջոցներ նախատեսել էր գործադիրը, բայց փողերն են գնում կարետաների վրա, կարետաները անում են։ Ռիսկերը բազմաթիվ են, երբեմն դրանք իրար են խառնվում։ Դա իրենց ամբողջ վնասված բերքի գումարը չի։ Պնդում են, թե գնահատման մեխանիզմների հետ կապված դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։ Դրանք գոյություն չունեն։ Կավարտի լքված հանքավայրը Հայաստանի Հանրապետության բալանսին է տեղափոխվել վաղուց։ Ես դեմ եմ, որ այդ կոչանբարը որպես գյուղի բնակիչ կառուցվի։ Երբ որ անձրևները շատանում են, կավարտից հոսում են նյութեր։ Այստեղ անասուններ են մտնում արածում։ Չկա ռեկուլտիվացիա եւ այդ ամբողջ շերտը բաց երկնքի տակ է։ Տեսանելի է չարվորակ հիվանդությունների աճ։ Այդ վտանգների մասին միշտ չի որ պետական մարմինը պատրաստական է խոսել։ Երեխան ստեղից հանում, երեխու ցաները անցնում են։ Պատճառահետևանքային կապով մեղադրանք ներկայացնենք։ Չենք ուզում փողն է ուզում թող մաքրեն տարածքը, մեզ շունչ տալ, օդ տալ, թթվածին տալ մենք ապրենք։
Գյուղապահովագրության ոլորտը մեր երկրում տասնամյակներով են կայացնում։ Էլ մի քանի մարզերում պիլոտային ծրագրեր մշակեցին։ Ապահովագրության միջոցով 30,000 հեկտար խաղողի եւ ծիրանի այգիներում կարգտահարության եւ ցրտահարության դեմ պայքարեցին։ Էլ առանձին կառույց ստեղծեցին։ Մի խոսքով, արյամբ եւ քրտինքով բերք ու բարիք ստեղծող գյուղացին տարբեր տարիներին տարբեր խոստումներ լսեց, սակայն գրեթե միշտ կանգնեց կոտրած տաշտակի առաջ։ Եվ օրերս տարբեր մարզերում տեղացած ուժգին կարկուտը բացահայտեց գյուղապահովագրության ոլորտի իրական պատկերը։ Համացանցում ուշադրությամբ հետևել եմ աղետալի կարկուտից հետո ապահովագրության մասով գյուղացիների քննարկումներին ու փաստարկներին։ Նրանք կարելի է բաժանել երկու խմբի։ Գյուղացիների մի մասը անգամ ավերիչ կարկուտից հետո պնդում էր, որ չի օգտվի ապահովագրությունից, որովհետև այն շահեկան չէ եւ որ գործնականում փոխհատուցումը չնչին է կրած վնասի համեմատ, մյուս մասը կարծում է, թե անցնող ամիսներին բերքը այնքան է վնասվել, որ ստիպված են այն ապահովագրել թեկուզ ոչ ձեռնտու պայմաններով։ Կմտածեք, թե ուրիշ ինչ կարծիք կարող է լինել։ Ըստ էության երկու հակադիր տեսակետները կան, բայց ոչ։ Գյուղացիների մի խմբի էլ բերքի ապահովագրության թեման ընդհանրապես չէր հետաքրքրում։ Ասում էին, եթե չկա պետական աջակցություն, ինչն էլ ձեռնարկես, միևնույն է տանուլ ես տալու։ Երանությամբ էին հիշում այն տարիները, երբ գյուղնախարարությունը դեռ չէր լուծարվել։ Ասում էին, թե այն ժամանակ գոնե իրավասուներ կային, որոնց հետ հնարավոր էր այս կամ այն հարցը պարզապես քննարկել։ Իսկ հիմա, երբ դաշտերով մեկ նոր հիվանդություններ են տարածվում, որոնց հասցրած վնասը ապահովագրությամբ ենթակա չէ փոխհատուցման, գյուղացին չգիտի ինչպես սեփական միջոցներով պայքարի դրանց դեմ։ Հրեն, ծիրանի ծառերի դեպքում հենց հիմա 5 տարբեր միջամտություն է անհրաժեշտ, բայց լիարժեք բերք ստանալու համար գյուղացին իր սուղ միջոցներով կկարողանա անել միայն 1-2-ը։ Կառավարության անմիջական աջակցությունն է անհրաժեշտ։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք, երբ գյուղացին ծեծված է ու անապահով։ Կլիման անբարենպաստ արդեն ծիրանի համար ստեղ, մոտ մի շաբաթ անձրևները ստեղ սկսվավ, դրանից հետո անմիջապես ցրտարություն եղավ ու հիմա նայում ես ամեն մի ծառի վրա երևակայի 5-10 հատ ցոգոր կճարվի վրա։ Վերջին անձրևները, հետո նաև ցրտահարությունը քշել տարել են գյուղատնտես Համլետ Քորողլյանի բերք բարիքը։ 2 տարի առաջ էր գյուղապահովագրության պայմաններին ծանոթացավ, չհավանեց։ Հիմա նույնիսկ չի հիշում, թե կոնկրետ ինչու այսպես բերքը չապահովագրեց, հիմա փոշմանում է, թեկուզ վատ պայմաններով ապահովագրությունից պետք է օգտվեր։ Պայմաններ կար, որ չգիտեմ, խի դուրս չեկավ, չարեցինք, ռոզի մի քիչ կար բերք, երևի դրա համար որ չուզեցանք գումար ծախսեինք, բայց հիմա որ նայում ասենք անցած տարի արդեն սենց կլիման անբարենպաստ է, չգիտեմ, պետք է արածելնեինք։ Բայց բերքն ապահովագրածների վիճակն էլ վիճակ չէ, ինչպես հենց իրենք են ասում։ Գյուղերում կարծես 2 ճամբարի բաժանված լինեն։ Գյուղապահովագրությունից չօգտվածները նայում են անպտուղ մնացած ծառերին ու փոշմանում, որ չնայած չգոհացնող պայմաններին ծրագրից չեն օգտվել, ապահովագրության պայմանագրերը ստորագրածներն էլ վստահ պնդում են։ Սխալը երկրորդ անգամ չեն կրկնի։ Զովունիի բնակիչն օրինակ ապահովագրել է 2 հեկտար հողատարածքի ծիրանի բերքը, բայց ապահովագրությունից էլ չի օգտվի։ Նրա խոսքով պայմանները սկզբից պարզ չեն ներկայացրել։ Այն կապողը ասում է, խնդիր չկա հեկտարովա, չէ, բայց ասենք ով որ գալիս է փորձագետը, որ նայելու ցրտարությունը իշկանալ է, փորձագետն էլ ուրիշ բան է ասում։ Հայաստանում բնական աղետները գրեթե յուրաքանչյուր տարի լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը, գարնանային ցրտահարությունները, կարկուտն ու երաշտը հաճախ ոչնչացնում են ֆերմերների ամբողջ տարվա աշխատանքը։ Այս տարին եւս բացառություն չէ, գյուղացիները դարձյալ այս խնդրի առաջ են կանգնել, կարկուտը ծեծած տեղը էլի է ծեծել։ Բնության հետ մրցել գյուղացին չի կարող է միայն հնարավոր ռիսկերը նվազեցնել, որ իր հետ բերում է ցանկացած գյուղատնտեսական սեզոն մեծ սպասումների հետ միաժամանակ։ Իսկ թե որքանով է հնարավոր ապահովագրվել այդ ռիսկերից, մնում է կարևոր հարց, ընդ որում ոչ միայն գյուղացու համար։ Վերջին օրերի կարգտահարության ամբողջական գնահատականը դեռևս չկա, այս պայմաններում ապահովագրությունը պետք է դառնա գյուղացու ֆինանսական անվտանգության հիմնական գործիքը, հնարավորություն ընձեռելով պահպանել եկամուտները եւ հաջորդ տարի շարունակել գյուղատնտեսական գործունեությունը, սակայն գործնականում ստացվող փոխհատուցումները հաճախ ավելի փոքր են լինում, քան իրական վնասները ըստ հենց նրանց պատմածի։ Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրում առաջացել էին մի շարք խնդիրներ, որոնք կապված էին վնասաբերության բարձր մակարդակի, վերահապահովագրական կազմակերպության հայկական շուկայի ելքի, ինչպես 24 թվականին, նախորդ տարի այնպես էլ 25 թվականին
գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր վրա վերցնում ռիսկերի մեղման մի զգալի մասը։ Սա 2025-ին նախորդ տարի կառավարությունում լավ գիտեին գյուղացու կրած վնասների չափը մեծ էր, իսկ յուրաքանչյուր տարի միայն աջակցության ձեռք մեկնելը ժամանակավոր լուծում, ինչպես հենց էկոնոմիկայի նախարարը բանաձևեց, սրա փոխարեն կարևորելով համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ Եթե հիդրոթերապևտաբանական համակարգը անհրաժեշտ ենթակառուցվածքներով չկարողանանք հասցնել համալրել, ապա նույնիսկ շարունակի համակարգի ռիսկայնությունը մնալ։ Ենթակառուցվածքների համալրման համար 2025-ի բյուջեով առանձին միջոցներ նախատեսել էր գործադիրը, բայց մեր մոտ ստեղ տարածքները արդեն կառետաները չի աշխատում։ Գյուղապետարանը, միգուցե քաղաքապետարանը ոռոգման ջուրը կարողան անեն խողովակներով, որ կարողանանք բերենք հասցնենք ստե, որովհետև ճանապարհներին շինարարություններ է գնում, հողերն են գնում կառետաների վրա, կառետաները հանում են։ Այսինքն մեկ տարի անց կոնկրետ Զովունիում ենթակառուցվածքները ոչ միայն չեն համալրվում, այլև մի բան էլ այս հարցի սրությունն ավելի է ընդգծվում։ Վերադառնալով ապահովագրությանը, հիմա մեր երկրում ապահովագրվում է 13 մշակաբույս, ծրագիրը ներառում է կարգտահարության, հրդեհի, գարնանային ցրտահարության, երաշտի ռիսկերը։ Սակայն գյուղատնտեսներն ու ոլորտի մասնագետները պնդում են, թե գնահատման մեխանիզմների հետ կապված դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։ Հայկական այսպես ապահովական ծառայությունների գյուղատնտեսության բնակավարում կարող ենք ասել, որ դրանք գոյություն չունեն։ Խնդիրը նա է, որ ապահովագրում են որոշակի կորուստներից, ապահովագրում են կորուստների աղբյուրների ձև հիմքերից իմիջի հիման վրա։ Հայաստանում որպես կանոն դրանք այն կարգի ֆիլտրած ապահովագրության ցանկեր են դառնում, որ գյուղացին պրակտիկորեն հնարավորություն չի ունենում ապահովագրական կազմակերպության իրական ապահովական ծառայություն ստանալ։ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունում սակայն հակադարձում են։ Միայն մի քանի տարվա կյանք ունեցող համակարգի պայմանները հստակ են, գյուղատնտեսները դրանց քաջածանոտ, մնացյալն ըստ ցանկության մեկնաբանելու խնդիր է։ Հաշվի առնելով, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը այնպիսին է, որ մեր հիմնական ռիսկերը ցրտահարություն եւ կարգտահարությունն են, սովորաբար դա բավական ապահովություն տալիս է գյուղացուն։ Միակ բանը, որից շատ հաճախ մենք արձագանքներ ենք ստանում գյուղացիներից, որ դա իրենց ամբողջ վնասված բերքի գումարը չի, որ իրենք փոխհատուցում են ստանում, բայց մեր ապահովագրությունը չի ենթադրում, որ բերքի կորստի հատուցում պիտի ստանան, այլ այս ապահովագրությունը նրա մասին է, որ գյուղացին պիտի ստանա իր կատարած ծախսերի դիմաց վնասների հատուցում։ Մյուս կողմից ոլորտում ռիսկերը բազմաթիվ են, երբեմն դրանք իրար են խառնվում, ասում է գործակալության ղեկավարը։ Շատ հաճախ հնարավոր է, օրինակ, շատ անձրևների պատճառով վնասը լինի, բայց գյուղացուն թվա, որ դա ցրտահարության արդյունք է։ Այսինքն այստեղ մենք շատ հաճախ ունենում ենք խառնված ռիսկեր, որը բավական բարդ է ինչ որ իրավիճակներում վերլուծելը եւ ապացուցելը։ Բերքն ապահովագրող գյուղացիները շատ չեն, այդ պատճառով էլ նաև լայն չէ այն ծածկույթը, որը մեր երկրում այսօր ունի գյուղապահովագրությունը։ Պարզ ասած, ապահովության ավելի մեծ չափաբաժին գյուղացին չի զգում նաև, որովհետև սահմանափակ են ապահովագրական պայմանագրերի ցանկերում ներառված հնարավոր դեպքերը, որոնց պատահելուն պես գյուղատնտեսը փոխհատուցում պիտի ստանա։ Սա ըստ տնտեսագետի այն պատճառով, քանի որ հողի հետ գործանողների հույսն այլ տեղում է։ Գյուղացի միշտ հույսը դնում է նրա վրա, որ պետության կողմից ինչ որ արհավիրքների, սառնամանիքների, ցրտահարությունների պարագայում պետության կողմից պետք է սուբսիդավորվի եւ ձեռի ստանա ընդհանրենք իր չհաճեցած բերքի ընդհանրենք արժեքը կամ գոնե մի 50-60%։ Դա խնդիրը այդտեղ խզում կա ապահովական ընկերությունների պատկերացումների եւ գյուղացիների սպասումների միջեւ։ Այն, որ խզում կա, կողմերի հակասական մեկնաբանություններն են նաև հաստատում, ինչ վերաբերում է պետության օգնության ձեռքին, ապա դա նախ դուրս է այն սահմաններից, որտեղ արդեն իսկ գործում են ապահովագրականները, բայց արտակարգ իրավիճակներում էլ առանց դրա գյուղացու դժվար օրերն ավելի դժգույն կդառնան, համոզված են մասնագետները։ Օրինակ Զովունիի դաշտերում նոր հիվանդություն է տարածվել, ասում է գյուղատնտեսը, բուժման կուրսեր են պետք առնվազն 5-ը, ինքն իր միջոցներով հազիվ 2-ն է արել, մյուսների համար գործադիրի կողմն է նայում։ Վրեն սպիտակ կալորիկներ ալնում ու փչանում է։ Կառավարությունը կարողանա գոնե սուբսիդավորում անի բուժման տեսակետով, բուժումները գոնե դեղերը սուբսիդավորի մենք կարողանանք մի քիչ էժան առնենք, գոնե որ մենք դուրս վերենք միջև պետությունը օգնի, մենք կարողանանք բուժում անենք։
Եթե չէ, չեմ կարող բուժում անեմ։ Այս դաշտերում այսօր հաշվում են ոչ միայն կորցրած բերքը, այլև հաջորդ սեզոնի հույսերը։ Իսկ երբ բնությունը տարեցտարի ավելի անկանխատեսելի է դառնում, գյուղատնտեսության գլխավոր հարցերից մեկն անշարժ իր տեղում է մնում. ով եւ ինչպես պետք է կիսի կորացած մեջքով հողի հետ կռիվ տվող գյուղացու հոգսը, ու մինչև ժամանակը տա հարցի պատասխանը, գյուղացին շարունակում է անել այն, ինչ արել է միշտ՝ նորից մշակել հողը, փափագով, որ հաջորդ բերքն ավելի բարեհաճ տարվա կհանդիպի։ Հույսը փրկիչ է։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։ Հավանաբար շատերը տեք տեսել Կապանի փողոցներով հոսող դեղնավուն անձրևաջրերի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը։ Բնապահպանները անմիջապես արձանագրեցին, որ այդ ջրերը քաղաք են ասել Կավարտի հանքավայրի տարածքից։ Ավելի ուշ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վարույթ հարուցելու վերաբերյալ իր հայտարարությամբ հաստատեց փաստը, նշելով, որ իրականացվում են ուսումնասիրությունները ջրի բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը բարձելու համար։ Բաց աղբյուրների տվյալներով մինչև նախորդ դարի կեսը Կավարտի հանքը շահագործվել է փակ եղանակով, 1950-ականներից մինչև 1975 թվականը բաց։ Հայաստանի անկախացումից հետո շահագործումը դադարեցվել է, սակայն Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը 2-3 տարի շահագործել է հանքը։ Հունիսի 14-ի դեպքից հետո բնապահպանները հիշեցին, որ դեռ 2020 թվականին էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, թե շատ շուտով կսկսվեն Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքները։ 6 տարի անց հորդառատ անձրևներից հետո Կապանի թափոնաջրերով ողողված կադրերը լավագույնս են պատասխանում ինչ է արվել հարցին։ Հայաստանում 23 պոչամբար կա, որոնց մի մասը չի շահագործվում։ Կան նաև լքված հանքավայրեր։ Բնապահպանները ազանգում են հողի, ստորգետնյա ջրերի ու գետերի աղտոտման եւ դրա հետևանքով մերձակայում աճեցվող միրգ բանջարեղենի մեջ վտանգավոր նյութերի կուտակման մասին։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե մեր երկրում հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանի ժամանակակից ստանդարտներին, որովհետև աշխարհում չեք գտնի մի զարգացած երկիր, որտեղ հանքարդյունաբերություն չկա։ Բայց ինչ բարձր ստանդարտների մասին է խոսքը, եթե մեր երկրում կան բազմաթիվ չռեկուլտիվացված թափոնակույտեր, պոչամբարներ ու լքված հանքավայրեր, իսկ խախտված տարածքների վերականգնման ուղղությամբ գործնական որևէ քայլ չի ձեռնարկվում։ Հանքարդյունաբերության ոլորտում խնդիրների մասին զրուցել ենք բնապահպան Թեհմինե Ենոքյանի հետ։ Այս պոչամբարը շահագործում են ոնց որ 1000 տարի առաջ։ Ես դեմ եմ, որ այդ պոչամբարը որպես գյուղի բնակիչ կառուցվի։ Վտանգավոր, խիստ աղետալի վիճակ չունենք։ Այստեղ անասուններ են մտնում արածում, այստեղ երեխաներ են խաղում։ Երեխան ստեղից հանում եմ, երեխու ցաները անցնում են։ Նորից գալիս եմ, հաջորդ օր նույն երեխաներս կարմրում են։ 15-20 սանտիմետր հաստությամբ դեղնավուն շերտը։ Տեսանելի է չարվորակ հիվանդությունների աճ։ Ամեն տարի ծառայք տնկում չանում։ Որ մարդ չի գալիս։ Բայց են թողում գնում աներքե։ Եկեք խնդրում եմ մի դեմոնիզացրեք հանքարդյունաբերությունը, որովհետև դա շատ կարևոր ճյուղ է, այլ բան, որ դա պետքա արվի ժամանակակից ստանդարտներով։ Չեմ ուզում, փողն է ուզում թող մաքրեն տարածքը, մեզ շունչ տան, օդ տան, թթվածին տան մենք ապրենք։ Հունիսի 14-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, դեղնավուն անձրևաջրերը ողողում են Կապանի փողոցները վերտարությամբ։ Ըստ մասնագետների ջուրը քաղաք է ասել Կավարտի հանքավայրի տարածքից։ Ով է մեղավորը եւ ով է պատասխանատուն։ Կավարտի հանքավայրը պատկանում է շրջակա միջավայրի նախարարությանը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատասխանատվության ներքո է եւ իրենք պետք է վերահսկողություն իրականացնեն, խնդիրը լուծեն եւ չեզոքացնեն բոլոր ռիսկերը եւ բոլոր տեսակի խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ Կավարտի հանքավայրի հետևանքով։ Կավարտի լքված հանքավայրը Հայաստանի Հանրապետության բալանսին է տեղափոխվել վաղուց եւ քանի որ այն ընկերությունը, որը շահագործել է Կավարտի հանքավայրը, սնանկ է ճանաչվել եւ ինչ-ինչ պատճառներով նրա վրա չի դրվել են պատասխանատվությունը, որ հանքավայրը պետք է ռեկուլտիվացնել, այդպես անտեր թողած վիճակում է եւ նա գտնվում է Կապան քաղաքի վերևի հատվածում, ինչի արդյունքում երբ որ անձրևները շատանում են Կավարտից հոսում են այդ տիպի դեղնականաչավուն, դեղնանարնջագույն կարելի ասել նյութեր եւ անձրևների ժամանակ մենք ուղղակի տեսնում ենք դրա ավելի վառ պատկերը։
Իսկ տարածքը եղել է պղինձ մոլիբդենային նյութերով հարուստ ուրեմն հանքավայր, որտեղ որ չկա ռեկուլտիվացիա եւ այդ ամբողջ շերտը բաց երկնքի տակ է, ենթարկվում է էրոզիայի, ենթարկվում է ջրի եւ հողի այսպես միախառնության արդյունքում մենք տեսնում ենք այն պատկերը, ինչ որ կա։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցել է վարչական վարույթ։ Ինչ է փորձելու պարզել տեսչական մարմինը, ինչ քայլեր են հետևելու վարույթի շրջանակներում։ Հայաստանում առհասարակ վարչական վարույթներ կամ քրեական վարույթներ, որոնք նախաձեռնվում են, շատ դեպքերում կրում են ուղղակի ձևական բնույթ, դրանք հարուցվում են զուտ այն պատճառով, որ ուղղակի պետք է հարուցել եւ միշտ չի որ մենք տեղյակ ենք լինում եւ պետական մարմինը պատասխանատվությամբ ամբողջ հետազոտությունը պատրաստակամ է ներկայացնել հանրությանը։ Շատ դեպքերում այդ հետազոտությունները մնում են գաղտնի կամ ընդհանրապես չեն էլ արվում եւ արդյունքում հանրությունը տեղյակ չէ, թե իրենց ոնց որ շրջակա միջավայր ինչ տեսակի նյութեր են լցվում։ Իսկ իրականում, եթե սրտացավություն լիներ եւ հետազոտություններ արվեր, ապա հստակ պարզ կլիներ, թե ինչ ծանր մետաղներով հարուստ նյութեր են հայտնվել Կապանում եւ մարդիկ դրա հետ առնչվելով ինչ առողջական եւ սոցիալական եւ ինչու՞ չէ նաեւ բնապահպանական մեծ ռիսկերի են ենթարկվում, այսինքն ինչ վտանգներ կա եւ այդ վտանգների մասին միշտ չի որ պետական մարմինը պատրաստակամ է խոսել։ Արդյոք կան նմանատիպ դեպքերով հարուցված վարույթներ, քրեական գործեր, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվել։ Առնվազն իմ լրագրողական եւ բնապահպանական գործունեության շրջանակներում մոտ 10-15 տարվա կտրվածքով ես դեռ չեմ հիշում դեպք, երբ որ վարչական կամ քրեական վարույթը ավարտված լինի դատական գործի դատավճռով։ Այդ բոլոր վարչական եւ քրեական վարույթները գնում են քննչական մարմիններ, նախաքննական փուլում կամ ինչ որ մի ժամանակահատվածում կամ կարճվում են կամ կասեցվում են կամ այն վնասը, որը որ հասցվել է բնությանը, շատ ցածր մակարդակով է գնահատվում եւ ինչ որ ձև փոխհատուցվում է կամ չի փոխհատուցվում Այս դեպքում ես ընդհանրապես հույս չունեմ, որ որևէ ձևի վնասի գնահատումը կամ վնասի գնահատումից հետո դրա փոխհատուցումը հավասարազոր կարող է լինել այն վնասին, ինչը պատճառվել է։ Հայաստանում կա 23 փոչամբար, որոնց մի մասը չի գործում։ Կան նաև լքված հանքավայրեր։ Էկոլոգիական ինչ վտանգ են ներկայացնում դրանք եւ ինչ է անհրաժեշտ անել։ Հայաստանի 23 փոչամբարները, որոնք գործում են կամ չեն գործում, ոչ բոլորն են ռեկուլտիվացված եւ ոչ բոլորն են այնպիսի պատասխանատվությամբ եւ այնպիսի անվտանգության նորմերին համապատասխանում, որով որ մենք կարող ենք հանգիստ լինել, որ մեզ ու մեր երեխաներին, այսպես ասած, վտանգ չի սպառնում։ Հայաստանում գործող փոչամբարներից շատ-շատերը եղել են սովետական միության ժամանակաշրջանում ստեղծված, կառուցված, որոնցում բացակայում է մեմբրանային շերտը եւ ամբողջ այդ քիմիական նյութերը լցվում են առանց որևէ շերտով ազատման, պաշտպանության, ամբողջը գնում է ստորգետնյա եւ մակերևութային ջրեր։ Անհրաժեշտ էր, որպիսի կավարտի լքված հանքավայրը ռեկուլտիվացվեր եւ Հայաստանի Հանրապետության բյուջեից տրամադրվեր այդ գումարը։ Եվ դա լիներ շատ կոնկրետ դաս մնացած բոլոր գործող չգործող հանքավայրերի եւ սեփականատերերի համար, որ երբ որ նոր հանքավայրերի մասին ենք խոսում եւ կամ գործող հանքավայրերի մասին ենք խոսում, նրանք հասկանան, որ բնությանը պատճառված վնասը վերականգնել է եւ տարածքը նորից նույն կերպ վերադարձնել բնությանը անվտանգ միջավայր ստեղծելը բավականին թանկ արժե, այնքան թանկ, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն գուցեև չհերիքի մնացած բոլոր խնդիրները լուծելու համար։ Գեթ մեկ դեպք, որ ունենայինք այդպիսին եւ ընկերությանը պահանջ ներկայացվեր, որ պետք է փոխհատուցես, պետք է մաքրել, ջրերի մաքրումը այդքան հեշտ եւ էժան ծառայություն չէ, դա շատ բարդ եւ շատ պատասխանատու գործողություն է, որին պետք է հետեւողականորեն մոտենալ եւ պահանջատեր լինել։ Այս դեպքում մենք այդ գործողությունները չենք տեսել ոչ օրինակի ձևով, հա, ուղղակի այդ առաջի դեպքն է Հայաստանում, որ գնահատվել է գոնե մեկ լքված հանքավայրի ռեկուլտիվացիան ինչ գին ունի։ Մենք մնացած դեպքերի վերաբերյալ ընդհանրապես չունենք գնահատական։ Հանքարդյունաբերության հետևանքով շրջակա բնակավայրերի բնակիչների առողջությանը վնաս պատճառվում է, կան արդյոք փաստեր։ Մենք պետք է ունենանք առողջապահական սկրինինգ, որը պիտի լինի անաչառ, անկողմնակալ եւ փաստերի վրա հիմնված, ու դա պիտի լինի երկարաժամկետ։
Քանի մենք չունենք առողջապահության նախարարության կողմից նման քաղաքականության որդեգրում, թե ինչ ստանդարտներով պիտի իրականացվի, որ մարզերը պետք է ներառվեն դրա մեջ, բնակչության կոնկրետ առողջությանը վերաբերող ինչ տվյալներ պիտի հավաքագրվեն, որպեսզի մենք այդ հետազոտությունը անենք, հետո էլ պատճառահետևանքային կապով մեղադրանք ներկայացնենք հանքարդյունաբերության ազդեցության մասին։ Այս դեպքում ես գտնում եմ, որ Հայաստանի կառավարությունը այս տարիների ընթացքում ես առնվազն խոսում եմ 20 եւ ավել տարիների մասին, չի որդեգրել նման քաղաքականություն, որովե մեկին ձեռ չի տալիս բացահայտել առողջությանը հասցված վնասը, կլինի քաղցկեղի տեսքով, իմպոտենցիայի կամ չբերության կամ այդ տեսակ այլ խնդիրներ, որոնք որ բնակչության մոտ կան։ Միշտ կարելի է թվերը մանիպուլյացիայի ենթարկել, ասելով, որ այն բնակիչները, որոնք որ այդ տարածքներում են ապրում, իրենց քաղցկեղը, չգիտեմ, ծխելուց է կամ այլ պատճառներ կան, իսկ միջազգային այլ կազմակերպություններ, որոնք ունեն հետազոտություններ, գալիս են իրենց կողմից իրականացնում են հետազոտություններ եւ օրինակ մարդկանց մոտ բացահայտում են 10 անգամ ավել սնդիկի պարունակություն եղունգներում կամ մազերում, չգիտեմ, նիկելի կամ կնդեղի ծանր մետաղների պարունակություն մարդկանց օրգանիզմում, այդ տվյալների հետ Հայաստանի կառավարությունը եւ համապատասխան առողջապահության նախարարությունը հաշվի չի նստում։ Դրանք իրենց համար ոչ հավաստի տվյալներ են։ Կհանդիպենք քիչ անց։ Բերել են անասուններին այս հատված, ես իմ ինչ թույն են լսրել խոտերի վրա ու այս սենց վիճակա արձանագրվել։ Վայ մամա ջան, էսա։ Երանի չգնայ ու սեփական աչքերով չտեսնեի այդ սարսափը։ Ոյ, սա կարկուտից հա ձեռները տենց է։ Հրդե այնպիսի մասշտաբի է եղել, որ դեպքի վայր են ժամանել միանգամից 8 մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբեր։ Երբ ազանգով ասեց, որ իրար են բախվել Մերսեդեսն ու Կամազը, մինչև դեպքի վայր հասնելը հենց այս վիճակն էլ պատկերացրի։ Հələ ասեք Կամազ։ Այդ պետք է բռեցու կաց։ Րոպեներ անց տեղեկացա, որ վիրավորը եւս հիվանդանոցում մահացել է։ Մյուս տեղեկությունը ոչ պակաս շոկային էր։ Մահացածները հայր ու որդի էին։ Երեխաների մայրը նրանց հետ չի եղել։ Ասում են, թե մի կերպ էր գտել աշխատանք ու այդ օրը առաջին անգամ էր հաճախելու աշխատավայր։ Մի ամբողջ շաբաթ հանրությունը ուշի ուշով հետևում էր Վանաձորում փամբագետն ընկած 7 եւ 13-ամյա քույրերի ողբերգական պատմությանը։ Ու եթե շարքային քաղաքացիներն էին կատարվածից շոկի մեջ, ինչ ասես երեխաների մոր մասին։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող եւ անչափահաս 5 երեխաներ մեծացնող մայրը ըստ տեղեկությունների մի կերպ էր աշխատան գտել եւ հենց այդ օրը պետք է առաջին անգամ ոտք դներ նոր աշխատավայր։ Էլ ինչպես չհավատաց ճակատագրին։ Ցավոք օպերատիվ ծառայությունների եւ սրտացավ քաղաքացիների ջանքերը ապարդյուն անցան։ Երաշք տեղի չունեցավ։ Այս պատմությունը, ինչպես նաեւ անցած տարիների դառը փորձը, հերթական ահազանգը պետք է դառնան ծնողների համար, որպեսզի հատկապես ամռան սեզոնին երեխաների հետ պարբերաբար քննարկեն ջրային ավազաններից բխող վտանգներն ու անվտանգության կանոնները։ Բայց կա նաեւ մի շատ կարեւոր այլ հարց։ Ինչպես արդեն ասացի, Մարտիրոսյանների ընտանիքը բազմազավակ է, հետևաբար պետք է գտնվեր պետության մշտական հոգացության ներքո։ Եթե նրանց համար ապահովվեին արժանապատիվ պայմաններ, ասենք հատկացվեր բնակարան, նպաստի գումարները լինեին տրամաբանական, ընտանիքը ամեն աստծոր հացի կռիվ չէր տա։ Ծնողներն էլ ստիպված չէին լինի երեխաներին անտիրական թողնել ու վազել աշխատանքի, որպեսզի սննդից բացի կարողանան մի կերպ վճարել նաև տանվարձը։ Այսինքն տեղի ունեցածը նաև պետության պատասխանատվության հարցն է, եւ այն կլուծվի միայն մի դեպքում, եթե պետությունը այդ ընտանիքներին համարի ոչ թե հոգս, այլ արժեք։ Տեսանյութում ներկայացնելու ենք նաև մի խայտառակ պատմություն, որը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում։ Աղթ գյուղի 50-ամյա բնակիչը գնում է գյուղին հարակից հանդը իր ունեցած 14 խոշոր անասուններին տուն բերելու, սակայն բոլորին հայտնաբերում է սատկած։ Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ է զգացել տղամարդը առաջին րոպեներին։ Դեպքի վայր հասած համագյուղացիները հետ պարզում են, որ անասուններին իրականում թունավորել են։ Պատկերացնում եք, թե ինչ աստիճանի չարության ու վատության է ընդունակ հայ մարդը։ Կթու 7 կով, 6 ցուլիկ ու երինչ։ Ինքներդ մոտավոր հաշվեք, թե որքան կարժենա։ Բայց խնդիրը միայն գումարը չէ, այլ շնչավորի նկատմամբ ցուցաբերած նման ամմորթկային դաժանությունը։ Այս տեմպերով
Բարոյապես ուր են գլորվում, հայտնի չէ։ Անցած օրի քրեական քրոնիկոնը դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի ողբերգության ու ողի պատուհասը տեսանյութում։ Գիտեք ինչ եմ հասկացել ժողովուրդ ջան, որեն ինչ մեզ հետ տեղի է ունենում, երևի օրինաչափ է։ Մեր մեջ նենց հատկանիշներ կան, որ հաստատ թշնամուն չես ցանկանա։ Ասենք ինչ որ մեկին վատություն անելու համար պատրաստ են 1 տասնյակի հասնող կովերի ու ցուլելի թունավորել։ Մի տենց շռած աչքերով նայեք։ Ես էլ էի ձեզ նման շոկի մեջ հայտնվել, բայց փաստը մնում է փաստ, որ հերթական անգամ համոզվում ես, որ մարդկային ստորությունը որևէ սահման չի ճանաչում։ Հեսա խնդրեմ, նայում ես ու լացդ գալիս է։ Աշտարակի աղցք բնակավայրում ենք։ Տեղի բնակիչ 50-ամյա Գևորգ Մկրտչյանը ավանդույթի համաձայն ժամը 17-ի սահմաններում կտրում է 1.5 կիլոմետր, որպեսզի գյուղի հարակից արոտավայրից անասուններին հետ տանի ու ընկնավորվում է։ Տեսնում է, որ իրեն պատկանող 7 կթու կովերը, 6 ցուլիկներն ու երինջը սատկած են։ Շոկ ապրե մարդը։ Վարկով վերցրելա բնակիչը, ստե յոնջա էլ չկա, որ ասես յոնջա կերե ուռելա։ Մաքուր խոտա, հա։ Աչքի դա թվում Շամշյան ջան, թե բա լրիվ ալպիական մաքուր խոտա։ Այդ դեպքում ի՞նչն է եղել պատճառը, որ անասունները սատկել են։ Գյուղացիները եւս շոկի մեջ էին, ասում էին, թե առողջ անասուններ են ու հաստատ կայծակից չեն սատկել։ Չնայած կայծակ չի էլ եղել ու իրենց գյուղական հնարամտության առաջ քաշեցին վարկած, որ բերել են անասուններին այս հատված, եսիմ ինչ թույն են լցրել խոտերի վրա ու այս սենց վիճակը արձանագրվել։ Վայ մամա ջան, էսա, նայ ու սաղ տարբեր տեղեր էլ դաժե ձորի մեջ։ Ուրցը, հետա ուրցն է։ Ըհը։ Ուրցը, բայց մի հատ յոնջա չկա, է։ Թող իրավապաները նախաքննություն անեն ու պարզեն, թե ինչն է եղել անասունների անկման պատճառը, բայց մինչ այդ այս խեղճ մարդը չէր հասկանում իր հետագա գործողությունները, թե ինչպես է այս ծանր վիճակից դուրս գալու։ Ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքվածները, համենայն դեպս նա պետք է իր թշնամիների գույքագրումն անի եւ հասկանա, թե որ մի տականքը կարող էր նման ստոր արար գնալ, սակայն գրեթե բոլորը միաբերան նշում են, որ այս մարդը երբևէ ոչ ոքու հավին քշած չի ասե, միշտ եղել է խաթրաշաղ ու չեն հավատում, որ իրեն ճանաչողները նման ստոր քայլի կդիմեին։ Իսկապես, ինչպես ասում էր մեծը Նժդեը, հայի տականքը անգերազանցելի է։ Նայում ես մաքուր խոտ, օդը մաքուր, աղբերը տեն ներքևն էլ կա։ Այս մյուս դեպքի մասին լսելիս հավանաբար շատերը կմտածեք, որ բնությունն էլ անհաշտ մեզ հետ ու պատժում է քիչ առաջ ներկայացված ու նմանատիպ արարքների համար։ Ճիշտ է։ Էդուարդ Պողոսյանը հանգամանալից անդրադարձավ աննախադեպ կարկուտի հետևանքով գյուղացիների կրած վնասներին, բայց ես ուզում եմ ավելի մանրամասնել մասնավորապես Ստեփանավանի եւ հարակից շրջաններում մոտ 20 րոպե տևած կարկուտի ավերածությունները։ Երանի չգնայ ու սեփական աչքերով չտեսնեի այդ սարսափը։ տղաներն ճանապարհից պատրաստ դարձել է։ Տպավորությունը, թե Մերսեդեսի հետևի ապակու վրայով կամ Կալաշնիկովով են անցել, կամ էլ պայթած նռնակի ասկոլկաներն են։ Դե հիմա ասացեք խնդրեմ, էլ գյուղացին որ պատով գլուխը տա, առանց այն էլ մի կերպագոյությունը քարշ տալիս, մի հատ էլ բնությունն է պատժում։ Ապահովագրական համակարգը հենա լսեցիք, որ նորմալ չի աշխատում, ավելի շուտ նենց է հաշվարկված, որ գյուղացին շահած դուրս չգա, բայց պարոնայք իրավասուներ, կասեք, թե հակակարկտային կայանների ինչու են լռել։ Այս աչ կողմի վրա նայեք ինչ պատուհան, պլաստմաս, կենտրոնի պատվարներն է եկած, Ապեսով փոխվելով ցավը տոնը մստր բան չի մնացել։ Ձերը տանիքն է թե ավտոն։ Տանիքն ավտոն։ Սեփակ համ ավտոն, համ տանիքը։ Այս հիչոսի կատամիասնես, այս չափից բան այլ է։ Այն չոբանի մի հատ գնատես ձեռն էլ սաղ ջարդել է։ Գլխին է դրել։ Ապա թողեք մասին են տենան։ Սաղ ճղել է գլխին։ Ոյ, սաղ կարկուտից հա ձեռները տենց է։ Նայ, այս կապուտ տանիքները սեփական տների, սաղ կարկուտի հետևանքով վնասվել է։ Աստել հաստ է, այ, հաշտ հեշտ ա ծռել նա։
Այ եթե հակակարկտային կայանները նորմալ աշխատեին, հիմա փրկարար ծառայության Լոռու մարզի աշխատակիցները ստիպված չէին լինի ժամերով արձանագրել, թե որ գյուղացին որքան վնաս ա կրել։ Լավ, Նեուժելի էս ազգի ներքին թշնամիների պակաս չկա, նորից եմ հարցնում, ինչու են լռել հակակարկտային կայանները։ Նորմալ երկրներում հիմա դրանց պատասխանատուներին վաղուց դատի էին տվել, բայց ինչպես ասացի, նորմալ երկրներում։ Իսկ մեր մոտ գյուղացին կրկին կանգնեց ջարդած տաշտակի առաջ։ Հա, քիչ էր մնում մոռանայ, այս դեպքում էլ հովիվը հրաշքով է փրկվել, ստանալով միայն մարմնական վնասվածքներ, իսկ առանց անասունների սատկելու չի ստացվել։ Տեսեք, թե կարկուտի հետևանքով ինչ արձանագրեցի գյուղերից մեկում։ Այս պահի դրությամբ մի 65 հատ տեսել մի հատ նոր վերեցին, թե գոմը մի քանի հատ կանի շուտ։ Ձվիչապ կարկուտ է։ Զում գազի ձվիչապ, այս չափի մեծ։ Հեսա հոգին տալիս են, վայ։ Արես, որին ասեմ։ Ամառ է, այո, ամառ է։ Դրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ հետևանքներից ամենատարածվածը հրդեհներն են։ Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ հունիսի 14-ին երեկոյան 21:35-ի սահմաններում 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ազանգի հիմքում տաք ջերմաստիճանն է, բայց դե փաստը այն է, որ ամառվա շոքին ամառ ռեստորանային համալիրի մոտ 170 քառակուսի մետր տարածքում հավեսով հրդեհ էր կպել։ Հիմա ուշադրություն, հրդեհը այնպիսի մասշտաբի է եղել, որ դեպքի վայր են ժամանել միանգամից 8 մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբեր, ել չեմ ասում ռեստորանի ամբողջ անձնակազմը եւս կենաց մահու պայքար էր ծավալել հրդեհի երկար լեզուների դեմ, ու երկար դեգերումներից հետո հնարավոր դարձավ կրակի լեզուները կտրել, ու հիմա տեսնում եք, թե ինչ հետևանքներ են արձանագրում հրշեջները։ Շտաբողության բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցաբերում մեկ քաղաքացու, ով մասնակցել է հրդեհաշիժման աշխատանքներին։ Ադարգետ բայելի։ Միջև MÇ-ի գալը այս հրանցով անջատել են կրակը։ Սակերին փրկեցիր, փիսոյին չկարծար։ Հիմա տեսնում եք, թե ինչպես են Երևանի 103 շտաբօգնության հերթապահ խմբերը օգնություն ցուցաբերում քաղաքացիներին։ Ընդհանուր առմամբ 6 քաղաքացու, որոնք սակայն հրաժարվեցին հիվանդանոց տեղափոխվել, բայց ամենաուշագրավը այն էր, որ ռեստորանի աշխատակիցները կրակի ճիրաններից կարողացել են փրկել կատվի եւ նրա 3 ձագուկներին։ Մի խոսքով, մարդիկ քիչ մը զգոն եւ ուշիմ եղեք։ Հրդեհային անվտանգության կանոնները բոլորի համար են գործում, իսկ փորձանքը կարող է թակել ցանկացածի դուռը։ Հիմա դժբախտ պատահարներից անցնենք ավտովթարներին։ Հրդեհային անվտանգությունից բացի մարդիկ չեն պահպանում նաև երթևեկի անվտանգությունը, իսկ հետևանքը մթնշաղին Սևան Մարտունի գետապ ավտոճանապարհին դեպի Սելիմի Լեռնանցք տանող հատվածում Մերսեդեսի եւ Կամազի բախումն էր։ Երբ ազանգող ասեց, որ իրար են բախվել Մերսեդեսն ու Կամազը, մինչև դեպքի վայր հասնելը հենց այս վիճակն էլ պատկերացրի, հլը ասեք Կամազ, պարզ չի, որ այդ զռլամայի հետ բախվելուց այսենց վիճակ պիտի լիներ, նկատի ունեմ գարմոշկի վերածված Մերսեդես, աչուձախ թափված իրեր, մեքենայի պայստամասեր, իսկ այս ամենը տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ մեքենաներից մեկի վարորդին սեփական երթևեկելի գոտին նեղ է թվացել ու փորձել է դուրս գալ հանդիպակաց։ Համենայն դեպս, դեպքի վայրում հավաքվածները հենց այդ վարկածի կողմնակիցն էին։ 5-ն Մարտունի բկը, չէ՞։ Բայց երեխեքին տեղափոխում են Երևան։
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ Պարեկներին ու փրկարարներին հարցրեցի՝ իսկ այն ծանր վիճակում գտնվող վիրավորներ, դրական պատասխան ստացա։ Ու դա բնական էր, նայելով մեքենայի տեսքին։ Ասացին նաև, որ վիրավորներից 3-ին մեքենայից մի կերպ են դուրս բերել։ Հարցրի՝ բա լավ, իսկ պարզել եք, թե ովքեր են։ Պատասխանեցին, որ այո, ամուսիններ էին ու նրանց անչափահաս 3 երեխաները, Աստվածիմ, մի ամբողջ ընտանիք, պարոնայք վարորդներ, նայեք, թե ինչ հետևանքներ է ունենում երթևեկության կանոնները խախտելը։ Տակի ձեռը, տրոսի ձեռը, ժողովուրդ։ Բայց պետք է ֆրացու կաս։ Այս անգամ Երևան-Երասխ Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կիլոմետր, էլի խորհրդային արտադրության մեքենա, բայց ոչ կամազ։ Կարծես մեկ նախադասությամբ կատարվածի համառոտ պատկերը ներկայացրի, բայց ամեն դեպքում առաջարկում եմ խորանալ մանրամասների մեջ։ Եվ ուրեմն, նշված հատվածում ցերեկը ժամը 13:50-ի սահմաններում ՎԱԶ-2101 դուրս է գալիս երթևեկելի գոտուց ու բախվում ծառերին։ Երևի հասկացաք, որ այսօրվա տեսանյութում եւս հնարավոր չեղավ խուսափել ինքնավթարի դեպքից։ ՎԱԶ-2101, չէ՞։ Հիշում եմ, որ ժամանակին 01-երը համարվում էին լավ ժեշտ ունեցողներ։ Հեսա, դուք որոշեք, լավ ժեշտ ունի, թե ոչ։ Չնայած ինչ եմ ասում, եթե ցանկացած մակնիշի մեքենան մեծ արագությամբ գար ու բախվեր ծառին, հավանաբար հենց նման պատկեր էլ կարձանագրվեր։ Ամենևին էլ նպատակ չունեմ պաշտպանելու խորհրդային մնացորդը։ Պարզապես փաստ եմ արձանագրում։ Իսկ ահա մյուս փաստը, որ արձանագրեցի, բավականին տխուր էր։ Երբ ասացին, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու էլ շտաբօգնության խումբը տեղափոխել է Վայոց ձոր բժշկական կենտրոն, մտածեցի, թե հերթական տխուր վիճակագրությունն է, սակայն րոպեներ անց տեղեկացա, որ վիրավորը եւս հիվանդանոցում մահացել է։ Մյուս տեղեկությունը ոչ պակաս շոկային էր։ Մահացածները հայր ու որդի էին։ Աստվածիմ, ախր ինչի էլի, ինչի։ Ըստ ականատեսների երեխան, որը մոտավորապես կլինի 14-ից 15 տարեկան աղջիկ, ընկել է գետը եւ ականատեսները տեսել են, որ հենց այս հատվածում է երեխան ջրի մեջ հայտնվել։ Եվ վերջում հանրապետությունը ցնցած պատահարի մասին։ Երևի հասկացաք, որ խոսքը Վանաձոր քաղաքում հունիսի 15-ին 7 եւ 13-ամյա քույրերի հետ պատահած ողբերգության մասին է։ 3 օր շարունակ փրկարարների, ջրասուզակների, օպերատիվ մյուս ծառայությունների ու պարզապես սրտացավ քաղաքացիների հետ չափչփում էինք Լոռու մարզը, գոնե գտնելու երեխաների հետքը։ Ընդ որում, փրկարարական աշխատանքները սկսում էին առավոտ կանուխ եւ ավարտվում ուշ գիշեր։ Հերթական անգամ համոզվեցի, որ ջրասուզակների աշխատանքը մի ուրիշ կարգի ծանր է։ Ասի ձերը այդ չի, չի։ Դե ամեն սավրաչ կենտրոնան լատելեք եւ կարեսարից։ Այս սենց ամեն մի փոքրիկ գտածոյից հետո հույս էր արտանում, որ Փամբակ գետը ընկած քույրերին հնարավոր կլինի հայտնաբերել։ Ըստ նախնական տեղեկությունների, Առափնյա փողոցի 3-րդ հատվածում սկզբում ջուրն անկել 7-ամյա աղջնակը 13-ամյա քույրը փրկելու նպատակով նետվել է նրա հետևից, բայց ջուրը երկուսին էլ քշել տարել է։ Երեխաների մայրը նրանց հետ չի եղել, ասում են, թե մի կերպ էր գտել աշխատանք ու այդ օրը առաջին անգամ էր հաճախելու աշխատավայր։ Աստվածիմ, ինչի այլ է այս աշխարհը այդքան ծուռ։ Հավանաբար այս ջարդված ճյուղին այդ արմատներն են պահում, երեխան բերում է ծրերով այդ արմատների ու ծառի ճղերի տակ, ամենից տակ են երեխան մտար, թաթիկին կպա, շոշափելու։ Թաթիկը չէ, թաթիկ։ Թաթիկին կպա,
Շատ դժվարություն էր կառուցել տարմատների կարգից ամեն։ Եվ ահա, օրինողական աշխատանքների երրորդ օրը ավելի ստույգ հունիսի 17-ին առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում Փամբակ գետում երեխաների ընկնելու ենթադրյալ վայրից մոտ 500 մետր հեռավորությամբ Սևանի ջրասուզակ Վայե Մելքոնյանը հայտնաբերեց 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Այսինքն, սկզբում ջրասուզակը գտավ կրտսեր քրոջ մարմինը։ Ընտանեկան ողբերգություն։ Ես համաձայն եմ Վայե Ղազարյանի հետ, որ եթե պետությունը բազմազավակ ընտանիքներին պայի մշտական հոգացության ներքո, նման պատմություններ քիչ կլինեն։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք հունիսի 28-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։